Շնորհակալություն։ Մի փոքր պատմական ակնարկ կատարելով նախ նշեմ, որ առհասարակ գենդերային ռազմավարական փաստաթղթերը մեր երկրում դեռևս ձևավորվել են 2010 թվականից սկսած հայեցակարգային փաստաթղթից եւ դրան հաջորդող մի քանի ռազմավարություններից եւ նոր ընդունված ռազմավարությանը նախորդում էր 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ ըստ էության այդ նույն ռազմավարությունը ուներ այն հիմնական 5 գերակայությունները, ինչ որ ունի այս ռազմավարությունը 25-28 թվականների կտրվածքով մենք ավելացրել ենք նոր գերակայություն, ձեր թույլտվությամբ նշեմ հիմնական ուղղությունները։ Առաջի գերակայությունը հիմնականում անդրադառնում է որոշումների կայացման գործընթացում կանանց դերի բարձրացմանը, այսինքն այս դեպքում մենք նկատի ունենք բոլոր ուղղությունները, բոլոր մակարդակներում որոշումների կայացման, այդ թվում եւ օրենսդիր եւ գործադիր եւ դատական իշխանություններ։ Երկրորդ ուղղությունը սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային հավասարության ուղղված աշխատանքներն են լինելու, այսինքն փորձել ենք հնարավոր բոլոր ոլորտներում սոցիալ-տնտեսական ուղղությամբ վերհանել այն բացերը, որոնք որ ունենք եւ գենդերային ռազմավարությամբ նախանշված միջոցառումների շրջանակում որոշակի լուծումներ տալ։ Երրորդ գերակայությունը կրթության, գիտության ոլորտում ելի կանանց եւ տղամարդկանց հավասար ներգրավվածության ապահովմանն է վերաբերում, չորրորդ առողջապահության ոլորտում կանանց տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, 5-րդ եւ ամենաայսպես առանցքային ու մեծ գերակայությունը հենց գենդերային բռնության եւ խտրականության կանխարգելման հաղթահարմանն է ուղղված, այդ թվում ընտանեկան եւ կենցաղային բռնության ուղղված աշխատանքները եւ 6-րդ եւ նոր գերակայությունը, որն որ նախկինում չենք ունեցել, դա կլիմայի փոփոխությունների նկատմամբ գենդերը արձագանքող եւ գենդերազգայուն միջոցառումներն է իրենից ենթադրում։ Այս գերակայությունը ըստ էության նոր է եւ մենք փորձելու ենք ավելի շատ այս գերակայության շրջանակում հետազոտական աշխատանքներ իրականացնել նախ եւ առաջ խնդիրը որպես այդպեսի նույնացնելու եւ դրա շրջանակում աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ Հիմնականում սրանք էին եւ մենք փորձել ենք պահպանել նախորդ գերակայության ուղղությունները, նախ եւ առաջ ցույց տալով նախորդ գերակայության արդյունքները, ելակետային ցուցանիշները եւ նորով նախանշվող իմանալ ինչ ելակետային վիճակագրություն տվյալներ են, օգտագործվել որպես իրականում ինչպես արդեն նշեցի, յուրաքանչյուր գերակայության շրջանակներում որոշակի վիճակագրական տվյալներ նախ եւ առաջ առանձնացրել են, օրինակ քաղաքականության ներգրավվածության շրջանակում կանանց եւ տղամարդկանց հարաբերակցությունը նույն որոշումների կայացման գործընթացում, եթե դիտարկենք ազգային ժողովի մակարդակում կանանց ներգրավվածությունը, մենք էապես աճում ենք 36 շուրջ 36% համեմատության համար ասեմ, մինչեւ քվոտավորումը, մինչեւ այսինքն 20 թվականը այդ ցուցանիշը շատ ավելի քիչ էր, 18-ից 23%-ի շրջանակներում էր հիմա տատարվում։ Նույն դրական տեղաշարժը ունենք նաեւ համայնքային մակարդակում ավականիների ներգրավվածության առումով գործադիրում բոլորովին վերջերս նույնպես կարող ենք ասել, որ կանանց ներգրավվածությունը ի համեմատություն նախորդ տարիների էապես ավելացել, այսինքն մենք ներկայումս ունենք 4 կին նախարարներ, եթե վերջի 10 տարիների ցուցանիշներն ենք նայում, 1, 2, 3 ամենաշատը նախարարներ ենք ունեցել եւ ընդ որում շատ քիչ ժամանակահատվածում են իրենք ղեկավարել պաշտոնները եւ նաեւ այստեղ բացը միջազգային վարկանիշային աղյուսակներում, երբ որ նայում ենք, այս ուղղությամբ բացը ըստ էության ավելի շատ ունենք գործադիրում, որոշումների կայացման մակարդակում եւ մենք փորձել ենք այս ելակետային ցուցանիշների հիմքում նոր ռազմավարությամբ նախանշվող միջոցառումների, այսպես ասած, անելիքը ձևավորել։ Ինչ լրացուցիչ աշխատանքներ եւ ջանքեր պետք է գործադրի օրինակ պետությունը նույն այս որոշումների կայացման մակարդակում կանանց ներգրավվածությունը ավելացնելու ուղղությամբ։ Նույն օրինակ սոցիալ-տնտեսական ոլորտում, եթե գործընկերս կուզի, կարող եմ գուցե այդ մասով դուք անդրադառնաք։ Շատ լավ։ Շնորհակալություն